Պետրոս Առաքյալի ընթերական առաջի թուղթը 4 Փրկված կյանքեր։ Քանի որ Քրիստոս մարմնով չարչարվեց մեզ համար, դուք ևս զինվեցեք նույն մտքով, որովհետև ով մարմնով չարչարվում է, դադարում է մեղանչելուց, որպեսզի մարմնի մեջ մնացած ժամանակ այլևս ոչ թե ըստ մարդկային ցանկությունների, այլ ըստ Աստծու կամքի ապրի։ Քանզի բավական է մեզ կյանքի անցած ժամանակը, երբ ընթացանք հեթանոսների կամքի համաձայն, զեղչություններով, հոռի ցանկություններով, գիլեմոնություններով, անառակություններով, հարբեցողություններով, անօրեն կռապաշտություններով, և նրանք տարօրինակ են գտնում, որ դուք չեք ընթանում նույն անկարգ զեղչությամբ, և հայհոյում են ձեզ։ Նրանք հաշիվ պիտի տան նրան, ով պատրաստ է դատելու կենդանիներին և մեռածներին, քանի որ սրա համար իսկ քարոզվեց ավետարանը նաև մեռելներին, որպեսզի մարդկանց նման դատվեն մարմնով և կենդանի լինեն հոգով Աստծու նման։ Աստծու շնորհների բարի տնտեսները։ Ամեն ինչի վախճանը մոտեցել է, զգաստացեք ուրեմն և արթուն եղեք աղոթքի համար, ամեն ինչից առաջ միմյանց միջև ամուր սեր ունեցեք, քանի որ սերը ծածկում է մեղքերի շատությունը, հյուրասեր եղեք միմյանց հանդեպ առանց տրտնջալու, յուրաքանչյուր ոք ինչպիսի շնորհ որ ընդունել է, ուրիշի հանդեպ թող նույնը մատակարարի որպես բարի տնտես, Աստծու պես շնորհների։ Եթե մեկը խոսի, թող այդ լինի Աստծու պատգամների նման, եթե մեկը մատակարարի, թող այդ լինի այն զորությունից, որն Աստված շնորհում է, որպեսզի ամեն ինչում Աստված փառավորի Հիսուս Քրիստոսի միջոցով, որին փառք և զորություն հավիտյանս հավիտենից ամեն։ Չարչարվել իբրև քրիստոնյա։ Սիրելիներ, տարօրինակ մի համարեք այն այրող նեղությունը, որ ձեզ փորձելու համար է, որպես թե մի տարօրինակ բան պատահած լիներ ձեզ, այլ որպես Քրիստոսի չարչարանքների մասնակիցներ, ուրախ եղեք, որպեսզի նրա փառքի հայտնության ժամանակ էլ ցնծաք և ուրախանաք, իսկ եթե նախատվեք էլ Քրիստոսի անվան համար, երանելի եք, քանի որ փառքի և զորության անունը և Աստծու հոգին է հանգչում ձեր վրա։ Ձեզնից ոչ ոք թող չտանջվի որպես մարդասպան, կամ որպես գող, կամ որպես չարագործ, կամ որպես ուրիշի գործին խառնվող, իսկ եթե տանջվում է որպես քրիստոնյա, թող չամաչի, այլ փառավորի Աստծուն այն անվամբ, քանի որ ժամանակն է, որ սկսի դատաստանը Աստծու տնից, որովհետև եթե այն նախ մեզնից սկսի, ապա ինչ վախճան կլինի նրանց, ովքեր չհնազանդեցին Աստծու ավետարանին։ Եվ եթե արդարը հազիվ է փրկվելու, ապա ամբարիշտը կամ մեղավորը էլ ուր պիտի մնա։ Հետևաբար նրանք, որ չարչարվում են ըստ Աստծու կամքի, բարեգործություն անելով, թող իրենց հոգիները հանձնեն հավատարիմ Ստեղծողին,